Մեկ պատգամ ընտանիքի ավագից, որ միշտ Սուքիասյանների հետ է սիրել, պաշտել և տերկանգնել հայրենիքին։ Պետական այրեր, մշակութային գործիչներ, գործարարներ, դեսպաններ, նշանավոր մարդիկ բազմաթիվ ոլորտներից մեկ հարկի տակ են։ Գործարար և բարերար Ալբերտ Սուքիասյանի 90-ամյակին Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում նրա հիշատակին նվիրված բացառիկ պրեմիերա է «Դեպի լույս» խորագրով։ Հավերժի ձգտման, հույսի և պայքարի մասին է ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ ազգային ակադեմիական երգչախմբի և միջազգային հռչակ ունեցող օպերային երգչուհի Ջուլիանա Գրիգորյանի կատարմամբ 8 մասանոց պոեմ կանտատը։ Երկունք լույսի հետքով, երազանք, փորձության ուղի, պայքար, երդում հանուն զարթոնքի և նոր արշալույս։ Պոեմ կանտատը հոգևոր ճանապարհ է մարդուց դեպի արարիչ։ Ալբերտ Սուքիասյանը այն մարդկանցից էր, ով ամբողջ կյանքը նվիրել էր իր հայրենիքին։ Աշխատասեր, ազնիվ, հաստատակամ և բացառիկ հայրենասեր մարդ, ով իր կյանքով ապացուցեց, որ հայրենիքի հանդեպ սերը ոչ միայն զգացում է, այլ գործ, նվիրում և մեծ պատասխանատվություն։ Երբ մարդը իր հետ լույս է բերում, այդ լույսը չի մարում անգամ նրա բացակայությունից հետո։ Ալբերտ Սուքիասյանը թողեց այնպիսի հետ, որը մինչև այսօր էլ լուսավորում է նրանց ճանապարհը, ովքեր հավատում են ստեղծելու ու գործելու ուժին։ Սա պատմություն է մարդու մասին, որի աշխատանքը դարձավ ժառանգություն, իսկ սկզբունքները սերնդի ուղեցույց։ Սուքիասյան ընտանիքը երկար է պատրաստվել երեկոյին։ Պոեմ կանտատը ծնվել է Խաչատուր Սուքիասյանի գաղափարով ու ոլորտի պրոֆեսիոնալների ջանքերով։ Մտածեցինք, որ պետք է անպայման այնպես անենք, որպեսզի մի ոչ նյութական արժեք թողնենք, մի հիմնական ինչ-որ մի գործ անենք, որը որ մեզանից հետո նույնպես կհիշեն, եւ այդ միտքը կար, ես հանդիպեցի առաջի օրը Էդվարդ Թոփչյանի հետ, ասեցի, որ այս միտքը կա, բայց ուզում եմ հայ կոմպոզիտոր իրականացնի, որպեսզի շարունակական լինի եւ որպեսզի դա որպես ավանդույթ եւ մնայուն արժեքը կամաց-կամաց սկսեցինք ստեղծել։ Սիմֆոնիկ յուրահատուկ ստեղծագործության երաժշտության հեղինակը կոմպոզիտոր, դիրիժոր Անդրանիկ Բերբերյանն է։ Խոսքերը բանաստեղծ Նուշիկ Միքայելյանինն են։ Ըստ բանաստեղծուհու երաժշտական այս աղոթքը կոթողային աշխատանք է։ Մարդու ընդհանրապես կյանքի, մարդու ծննդից մինչև մահ եւ դեպի հավերժություն ամբողջ ճանապարհը եւ ուղին փորձեցինք ներկայացնել դեպի լույս, ուրեմն պոեմ կանտատի միջոցով, որտեղ մարդը որպես տիեզերքի ամենահետաքրքիր էակ ծնվում է եւ անպայման ունի առաքելություն։ Սա շատ բացառիկ կարծում եմ երևույթ է, երբ այսպիսի նախաձեռնություն է արվում Հանձինե Սուքիասյան ընտանիքի, ով այսպիսի ներդրում արեց հայ մշակութային իրականության մեջ, որպեսզի ստեղծվի նոր ստեղծագործություն, դասական, այն կարող է դառնալ տենդենս, որպեսզի ստեղծվեն նոր ստեղծագործություններ, նոր գաղափարների շուրջ։ Այս ստեղծագործությունը յուրաքանչյուրը յուրովի կարող է ընկալել, ասում է հեղինակ կոմպոզիտորը։ Պոեմ կանտատը ներկայացնում է նաև հայ ազգի անցած ճանապարհը, վերելքներով ու վայրեջքներով։ Իսկ Սուքիասյան եղբայրները բարձր գնահատելով իրենց հոր նշանակալի ավանդը Հայաստանի տնտեսության զարգացման գործում շարունակում են նրա գործը վառ պահելով հիշատակը։ Ձեր ծնունդը շնորհավոր Ալբերտ Սուքիասյան։ Շնորհակալություն։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։